Բարև ձեզ բարեկամներ, փաստեր, անակնկալներ, կարծիքներ, հեռուստաալիքն է եթերում, Փակ TV-ն։ Եվ իհարկե ամեն անգամ, երբ մենք գալիս ենք մեր տաղավար, հասկանում ենք, որ մեր եթերի այն կողմից մեզ դիտողները սպասում են ցանկացած մեր հյուրի թե բերած փաստերին, թե նրա անակնկալ հայտարարություններին եւ իհարկե նրա կարծիքին, որտեղ դա շատ կարևոր է, ցանկացած անձնավորության այս երեք, ինչպես ասում են, կարևոր փաստերին մենք միշտ անդրադառնում ենք, իսկ երբ մեր տաղավարում մենք հյուրընկալում ենք քաղաքագետին, քաղաքական մեկնաբանին, հասկանում ենք, որ դա արդեն մեզ պարտադրում է այդ ամենը բերել առաջին պլան։ Իսկ այսօր մեր տաղավարում ձեր շատ սիրելի Արա Պապյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Պարոն Պապյան, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ հասկանում եմ, որ ամեն անգամ երբ ձեզ հետ մենք զրուցում ենք, բոլոր այն թեմաները, որ քննարկվում են այստեղ, մեզ հետաքրքրություն են առաջացրել մեր ունկնդիրների շրջանում եւ պատահական չէ, որ մեզ զանգում են հաճախակի, ասում են, ինչու եք այդքան քիչ տաղավար հրավիրում Արա Պապյանին, ես ասում եմ, մենք միշտ հրավիրում ենք առիթի դեպքում եւ նա միշտ հաճույքով գալիս է, մեր բարեկամությունը կայուն է եւ կարծում եմ, որ շատ նորմալ հարաբերվում ենք։ Այո, այդպես է։ Լավ, անդրադառնանք այսօրվա շատ կարևոր հարցերից մեկին։ Աշխարհիկ եւ հոգեվոր աշխարհի իշխանությունների այս հակամարտությանը, փոխադարձ մեղադրանքներին, սա ինչ է, կարող եք բացել փղեղեձերը։ Այն, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին բարեփոխումների կարիք ունի, դրա մասին բազմիցս է խոսվել է եւ հոգեվոր միջավայրում, եւ աշխարհիկ միջավայրում, եւ ինչ որ քայլեր ձեռնարկվել են։ Դա միանշանակ է պիտի արվի, բայց դա պիտի արվի հասարակական ներգրավմամբ, մասնագետների, հոգեվորական հատկապես խավի մասնակցությամբ, դա չպետք է անի գրեթե այսօր վստահություն չունեցող ժողովրդի մի մեծ զանգվածի կողմից, ոչ միայն կասեի առհամարված, այլ չընդունվող իշխանության կողմից, այն էլ այդ ձևով, նման ինչ-որ Facebook-յան մեղադրանքներով եւ այլն։ Սա վարկաբեկում է հայաստանյան եկեղեցին։ Եվ հատկապես, երբ որ ժամանակային առումով սա համընկնում է Բաքվից հայ եկեղեցու հասցեին հնչեցված մեղադրանքներով, որ Էջմիածինը հայոց ռևանշիզմի բունն է, որ առաքյալը Բարթողոմեոս առաքյալը, իսկ դա անցյալ տարվա օգոստոսից սկսեց, դա ոչ թե հայաստանյաց եկեղեցու հիմնադիր հայրերից մեկն է, այլ ադրբեջանական եկեղեցու, որտեղ իրենք առաջին քրիստոնյա ազգը իրենք են, այսինքն իրենք են սկզբից եղել են քրիստոնյա, հետևաբար իրենցն է այդ ամբողջը, հետո իսլամն են ընդունել եւ այլն։ Սա լուրջ հիմքեր է տալիս մտածելու, որ այս ամբողջի հիմքում ոչ թե ասենք զավակի մտահոգությունն ասեփական եկեղեցի բարեկարգության մասին, այլ պասերով խաղա Բաքվի եւ Անկարայի հետ, քանդելու այն հիմնասյուններից մեկը, որը հարյուրամյակներ, եթե ոչ առնվազն ավելի քան 1700 տարի եղել է հայոց գոյության հիմքերից մեկը, հատկապես պետականազոր շրջանում, հատկապես ասենք գաղութներում, համայնքներում եւ այլն։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի հնչեցած մեղադրանքները, անկախ նրանից, այդ մեղադրանքները ճիշտ են, թե սխալ, դա ուրիշ հարց է, ձևը ինքնին ընդունելի չէ։ Ես կարծում եմ, որ ասենք աշխարհիկ ղեկավարությունը, եթե ինչ-որ խնդիրներ ուներ, կարող էր հրավիրել կամ գնալ վեհապարի մոտ, նույն եպիսկոպոսած դասի հետ նստեն եւ քննարկեին տարբեր հարցեր, առանց աղմուկի, առանց նման ձևով վարկաբեկիչ քայլեր անելու։ Այնպես որ ես կարծում եմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ճակերտավոր, այսպես ասած, բավականին հաջող արդեն քանդել է հայոց պետականությունը, հայոց բանակը, ինքը գնում է երրորդ հենասյունը, ըստ էության մեր, երբ որ նայում ենք ազգային գոյությանը, 3 բանի վրա է հիմնված եղել պետականություն, եթե ունեցել ենք, բնական դարձ ածանցվող բանակ եւ հոգեվոր կառույց։ Ի վերջո մեզ համար քրիստոնեությունը եւ հայաստանյաց առաքելական եկեղեցին, գոնե շատերիս համար, դա ազգային հաստատություն է առաջին հերթին։
հետո նոր կրոնական հաստատություն։ Ես չեմ կարծում, որ մեզանից շատերն են այդ պատվիրանները բոլորը կատարում եւ այլն, բայց նրանք ովքեր անգամ դա չեն կատարում, այսպես ասած, միևնույն է, հարգանք ունեն սեփական եկեղեցու նկատմամբ եւ պետք չէ ոչ կաթողիկոսին, ոչ եպիսկոպոսներին նույնականացնել եկեղեցու հետ որպես կառույց, ինչպես ասենք կաշառակեր, սրիկա, պետական պաշտոնյային մենք երբեք չենք նույնականացնում պետականության հետ, չենք ասում, նույնպես էլ ասենք ինչ որ մի քանի ոչ արժանի հոգևորականների պատճառով պետք չի այդ ավելի քան 1700 տարվա, իսկ եթե առաքյալներից հաշվենք 2000 տարվա կառույցի վրա եւ հաստատուն կառույցի վրա նման ստվեր նետելը։ Դե գիտեք, ես պիտի ասեմ, որ այն որ երկրի առաջին դեմքը կարող են թույլ տալ նման մեղմ ասած տահաճ, այո, նման բառապաշարի ասենք կիրառումը, նման բաները եւ այլն ինչ-ա նշանակում ինչ-որ քերու կնգանադոմփում եւ այլն, այսինքն սա արդեն գիտեք ինչա, այն ցածր դասարանի մանկամիտ երեխաների մեղադրանքների ա վերաբերում։ Ի վերջո նորից եմ կրկնում, կարելի էր հանդիպել եւ բոլոր խնդիրները լուծել։ Այստեղ ես նաեւ քաղաքական հարց եմ տեսնում, գիտեք, եւ ադրբեջանական, թուրքական, պատվեր միգուցե անգամ ռուսական։ Տեսեք, Միացյալ Նահանգներում եւ աշխարհում քրիստոնեությունը սկսել է ավելի ու ավելի ներգրավել քաղաքական կյանքի մեջ։ Սա պատասխան է իսլամի քաղաքականացմանը։ Եվ մի տեսակ վերադարձ կա այդ արմատային։ Տրամպի իշխանության գալով մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ պահպանողական արժեքները ավելի են տեղ գտնում քաղաքական կյանքում եւ քրիստոնեական։ Բացահայտորեն իմ հանդիպումների ես երբ որ հունվար ամսին այդ պաշտոնամուտի օրերին այնտեղ էի, որոշ հանդիպումներ ունեցանք, բոլորը խոսում են դրա մասին։ Պատահական չասենք, պետք Արտուղարա Ռուբիոն ասենք տարբեր կրոնական ելույթներ անում ճակատին խաչ արած մրով, որ նման բաներ վաղուց չեն արվել։ Հետևաբար այստեղ կա նաև Ադրբեջանի եւ Անկարայի մտահոգությունը, որ հայ եկեղեցին եւ մենք, ինչպես հենց նույն ամերիկացիք են ասում, առաջին քրիստոնյա ազգ լինելու փաստը կարող է սա փոխակերպի քաղաքական արժեքի եւ իր համար վատ լինի։ Դրա համար, ինչպես մեզ ստիպում էին բարձունքներից իշներ ներքև, որպեսզի ավելի խոցելի լինել աշխարհագրորեն, նույնն էլ հոգևոր բարձունքից են մեզ իջեցնում ներքև, որպեսզի չկարողանանք այդ գործոնը օգտագործել։ Եթե մեր եկեղեցին վարկաբեկվում է, հետեւաբար հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ արդեն քրիստոնեության դերը փոքրանում է։ Եթե մեր եկեղեցին վարկաբեկվում է, ապա օրինակ մենք վերջերս Բրյուսելում մասնակցում էինք ժողովրդավարության միջազգային միություն կոչված այդ կազմակերպության համաժողովին, վեհաժողովին, որը միավորում է աճ կենտրոնամետ եւ պահպանողական ուժերին, որի հենց հիմքում դրված է քրիստոնեության արժեքները, համաեվրոպական քրիստոնեական արժեքները։ Այսինքն սա քաղաքական բնույթ հսկայական միամիտ հարց չի։ Սա, ինչպես ուզում են ներկայացնել, կուսակրոնության, անձնական սեռական կյանքի հարց չի, սա շատ ավելի լուրջ քաղաքական հարց է։ Այսինքն կողքից նայում են, լավ հասկանում են, որ ինչով կարող ենք մենք ուժեղ լինենք եւ այդ ուժեղ լինելու հնարավորությունները արմատից միանգամից կտրում են։ Ասում եմ, պետականությունը վերածել են ինչ-որ խեղկատակության, բանակը ամեն ձև թուլացվել է եւ շարունակվում է բացասական ընտրախավ ձևավորվել այնտեղ, իսկ սա վերջի հնարավորությունն էր եւ ես կրկնում եմ ակտիվացումը քրիստոնեության որպես քաղաքական գործին բերեց նրան, որ Նիկոլ Փաշինյանը խաղալով օտարի դաշտում դա է ուզում թուլացած լինել։ Ես գիտես, ապշում եմ, որ մեր եկեղեցին դեռ արժանի պատասխան չի տվել վեհապարի մակարդակով այս այլանդակությանը, երբ եկեղեցին կարող են անգամ չուրանային համեմատել։ Ես չգիտեմ, սա արդեն ձեր ասացի պես ցածր դասարանի տգետությունը։ Գիտեք, երեք եպիսկոպոսատ ճողով եղավ Էջմիածնում, իրենք հայտարարություն ընդունեցին, բայց իմ կարծիքով բավականին թույլ հայտարարություն էր։ Այնտեղ միակ միտքը հետևյալ էր, կոչ են անում համապատասխան մարմիններին, որպեսզի զսպեն Նիկոլ Փաշինյանին։ Դա այդպես չի։ Եկեղեցին պիտի նախ
Հստակ պիտի մեղադրանք ներկայացվեն Նիկոլ Փաշինյանին։ Երկրորդը ունի իր բանը, բանադրանքը կա։ Այո, պիտի եկեղեցին հայտարարի, որ այն անձը, ով որ ոչ թե որդեական սիրով, հոգատարությունից դրդված փորձում է բարեփոխումներին օժանդակել, կրկնում եմ, դա կարելի է անել փակ անախմուկ, այլ փորձում է վարկաբեկել կեղծ եւ իրական լուրերով։ Հասկանում եք, թեկուզ եւ իրական, թեկուզ եւ ինչ որ հոգեվոր անձինք կան, որոնք կուսակրոնության ուխտը խախտել են, բայց այդպես չի արվում սա։ Եվ ընդհանրապես լուրջ վերափոխումների հարց կա, որտեղ կուսակրոնության առաջի ուխտը խախտողը, չնայած այդ ժամանակ կուսակրոնություն չկար, ասեն Գրիգոր Լուսավորիչն ա եղել։ Կուսակրոնությունը դա հետագա ուշ միջնադարն ահա եկեղեցին ընդունել։ Ի վերջո Ներսես մեծը Գրիգոր Լուսավորիչի թոռն էր։ Ասենք նույն այդ Սահակ Պարթև բանը, այսինքն առաջի բաները մեր կաթողիկոսները ամուսնացյալ են եղել։ Հիմա վիճակը փոխվել, կարելի է վերանայել։ Այո, շատ բաներ մնում են դեռևս 19-րդ դարի ցարական Ռուսաստանի կողմից հայ եկեղեցուն տված Պալոժենիով, որ էլի անհեթեթ է, եւ վաղուց պիտի բարեփոխումներն աներ, էլի եմ կրկնում, բայց այս ձևը հատկապես այս պահին արած, որը համընկնում է եւ հարվածի ուղղությամբ եւ ժամանակը Բաքվի պատվերին, ընդունելի չէ։ Պարոն Պապյան, ես ուզում եմ մի կարևոր հարցի շուրջ էլ խոսել, որտեղ դա նույնպես մեզ համար շատ կարևոր է իսկապես։ Խոսքս ռուս-ուկրաինական հակամարտության մասին էր դեր շարունակող այդ եւ Ստամբուլում նախատեսված բանակցությունները ինչ որ բան կարող են տալ, ինչ որ բան կարող են փոխել։ Ես չեմ կարծում, արդեն երկրորդ օրն է բանակցություններն ընթանում են, որտեղ այն դիրքորոշումը, որը որդեգրել է Պուտին եւ ռուսական կողմը, տպավորություն է ստեղծվում, որ իբր Ռուսաստանը ջախջախել հաղթել է ամենչով եւ հիմա պահանջներ է դնում, օրինակի համար ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, Ռուսաստանին հանձնել 4 մարզերը ամբողջությամբ, այսինքն երբ որ ինքը դեռ այդ մարզերը չէ գրավել, այսինքն Ռուսաստանն ուզում է ոչ միայն այն ինչ որ այսօր գրավել, այլ մի բան էլ ավել, որը հասկանալի չէ, այսինքն իսկ ինչի հիմա վրա դա կատարվում, հատկապես երբ որ մենք նկատում ենք, որ վերջին օրերին ուկրաինական խիստ ցավագին հարվածները հատկապես օդուժին ռուսական եւ սա ինչի հետևանք էր այն բանի որ մի քանի օր առաջ Եվրոպայի կարևորագույն երկրները որոշում կայացրեցին թույլ տալ Ուկրաինային խփել Ռուսաստանի խորքեր առանց սահմանափակում կար ասենք ասում են դուք իրավունք չունեք կարծեմ մինչև 300 կիլոմետր եւ ավել խփեք հիմա արդեն հազարավոր կիլոմետր խորության վրա են խփում այս 4 օդակայանի եւ ստրատեգիական ավիացիա, սա շատ կարեւոր է, սրանք սովորական օդանավեր չեն, սրանք օդանավեր, որ ամեն մեկը մի քանի 100 միլիոն դոլար արժեն եւ նախատեսված են հեռահար արվածների համար, ճիշտ է, օգտագործում են Ուկրաինայի համար եւս, բայց հիմնականում Միացյալ Նահանգներ եւ այլն։ Դա համար այստեղից կա մի էսպեսի կարծում եմ բավականին հավանական եզրակացություն, որ այս վերջի գործողությունները, գիտեք, որ բեռնատարները գնացին տարբեր ուղություններով, ռուսական հետո այդ բեռնատարների միջից դրոնները դուրս եկան ու գնացին հարվածեցին, բավականին խելոք, բավականին հստակ կազմակերպված էր։ Կա ենթադրություն, որ սա թիկունքին իրականացնում է ուկրաինացիքն, բայց ամերիկյան ծրագիր էր, որտեղ 40% ստրատեգիական ավիացիան Ռուսաստանի ոչնչացրեց։ Այսինքն այն ավիացիան, որը հասանելիությունն էր Ամերիկային, համարյա կիսվեց դրանց թիվը։ Ասենք շահողնով էր Ամերիկան էր։ Սա այն քաղաքականությունն է, երբ որ մենք այստեղ բազմիցս քննարկել ենք, որ իսկ ինչու, եթե Ամերիկան կամ Արևմուտք կուզենա Ռուսաստանին պարտության մատնել, դա արագ կաներեցև անդադ հարցը կա։ Դե չի կարում։ Ես միշտ ասել եմ չի ուզում, որտեղ Արևմուտքի ցանկությունը մաշեցնելն է, որտեղ եթե պարտության մատներ, այս ավիացիան մնալու էր, որը վտանգավոր է Ամերիկայի Ռուսաստանի այդ ուժը։ Իսկ հիմա մաշած, հիմա արդեն այդ օդանավը չկա եւ Ռուսաստանը չի կարող դա արտադրել այլևս։ Սրանք սսմ տարիներից մնացած, այսինքն այն պահեստամասեր, այն տեխնոլոգիաները այլևս Ռուսաստանը չունի, դրանք կորցրել այդ գործարանները վաղուց չեն աշխատում։ Հետևաբար այդ կարողությունը մաշացնելով ռազմական գնում է։ Որի հետևանքով հիմա Տրամպը հայտարարել է, որ առաջիկա մի 2 շաբաթվա ընթացքում վերջնական որոշում պիտի կայացնի, արդեն հիասթափվել է Պուտինից, որոշում պիտի կայացնի, արդյոք
պիտի շարունակի ջանքերը այս խաղաղության, թե չպիտի չշարունակի։ Իսկ ամենայն հավանականությամբ պիտի հրաժարվի այս ջանքերից, որտեղ իր այդ 24 ժամում պատերազմը դադարեցնել, հետո 100 օրվա մեջ բան անարդյունք անցան, իսկ եթե Թրամփը նա մոտից ճանաչողներն ասում են, ինքը խիստ ցավագին է տանում իր անձնական, ինչ ասեմ, ցախողումները, այդ բանը, իսկ եթե ինքը ընդունեց եւ որպես սա արդեն Ռուսաստանի եւ Պուտինի կողմից իրեն անձնական վիրավորանք, բնականաբար բոլոր տեսակի սահմանափակումները կանի։ Թեև ահագին բաներ աղմուկը շատ է, բայց սահմանափակումները քիչ են։ Տեսեք, մի կողմից ասում են Ամերիկան չի աջակցում, կամ չպետք է աջակցի, կրճատել է։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ասենք նույն Lockheed Martin-ը, որ ամերիկյան ընկերություն է, եւ աշխարհի թիվ 1-ն է աերոկոսմիկական բաների առումով, լավագույն զենքի առումով, նա ազատորեն վաճառում է այդ ամբողջը եվրոպացիներին, որոնք 850 միլիարդ դոլար են հատկացրել Ուկրաինային, գնում են տալիս են Ուկրաինային, F-16-ները եւ այլն։ Այսինքն, եթե մենք դիտարկում ենք փաստերից, ապա Ուկրաինայի վրա այդպես սահմանափակումները չկա։ Եթե դիտարկում ենք հռետորաբանությունից, այո, թվում է, որ ասում են, դե չէ, չի կարելի այս կողմ այն կողմ բանը։ Դրա համար ես կարծում եմ, պատերազմը դեռ կշարունակվի։ Ես դեռ տարիներ առաջ, երբ որ այս ամբողջը սկսեց, ես այն ժամանակացա, որ իմ համար երբևէ կասկած չի եղել, որ Ռուսաստանը պարտվելու է, որտեղ Ռուսաստանը չունի բավարար տեխնոլոգիական ռազմական հզորություն, որպեսզի պարտության մատնի Ուկրաինային, որի թիկունքին, ասում եմ, հատուկ շեշտել, Ուկրաինան միակն է, մենակ ներ կպարտվեր, բայց Ուկրաինան, որի թիկունքին Եվրոմիությունն է եւ Միացյալ Նահանգները անհամեմատելի են։ Ռուսաստանի համաշխարհային համաշխարհային տնտեսության մեջ իր համախառն ներքին արտադրությունը 1.5%-ից քիչ է։ Եվրոմիությունը Միացյալ Նահանգների հետ 52% է։ Այս միայն տնտեսական հզորությունն ասում, նույնը մարդուժով է վերաբերում, այսինքն երկուսը իրար հետ մի 600 միլիոն մարդ են, Ռուսաստանը մի 100 միլիոն։ Հիմա այդ մարդիկ ճիշտ է չեն գալի, չեն կռվում, բայց այսօր որ այդ տեխնոլոգիական առաջընթացը, որ ունի Ուկրաինան, մենք տեսնում ենք ինչ զենքեր, հրթիռներ, պիտի հասկանանք, չէ՞ որ դրա թիկունքին նույն այդ արևմուտքի աջակցությունն է։ Այսօր օգնել չի նշանակում Կալաշնիկով ձեռքը վեկալել գնալ խրամատները կռվել։ Այսօր 2, 3, 5, 10 գիտնական աշխատելով ուկրաինացի գիտնականների հետ, իսկ իրենք ունեին համապատասխան հիմքը դրա համար, ստեղծում են այնպիսի զենքերը, որոնք լինելով ուկրաինական ընդհանրապես սահմանափակում չունեն եւ էժան են։ Պարոն Պապյան, շատ այսպես հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծված, տեսեք, այս պայմաններում Ադրբեջանը ամեն կերպ, ամեն առիթի դեպքում հայտարարում է, որ իրենք Ուկրաինայի հետ են, Ուկրաինայի կողքին օգնելու են եւ սա այն դեպքում թե թվում է թե Ադրբեջան Ռուսաստանի հետ բարեկամություն համագործակցությունը շատ խուռ է եւ այն գնալով պետք է ավելի ուժանա։ Փոխարենը մեր իշխանությունները այս առումով ոչ միայն ոչինչ չեն անում, այլ միշտ աշխատում են խուսափողական, այսպես քաղաքականություն վարել, չնայած Փաշինյանն ասում է, որ ինքը այսպես ծրագիր է ընդունել, որ պիտի վարի բալանսավորված քաղաքականություն։ Այս ամենը ինչու է տեղի ունենում եւ արդյոք ռուս-ուկրաինական հակամարտությունը այնուհետև չի կարող նաեւ բացասականորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի համար։ Ադրբեջանի դերը շատ խիստ կարևոր է Ռուսաստանի համար։ Ադրբեջանը Ռուսաստանի միակ ելքն է դեպի հարավ, դեպի միջազգային, այսպես ասած, ջրեր, այսինքն Ադրբեջանից դեպի Թուրքիա, Ադրբեջանից դեպի Իրան եւ այլն, այլ ելք չունի։ Եվրոպայի ուղղությունը փակ է Ռուսաստանի համար, Խաղաղ օվկիանոսը շատ հեռու է։ Ինքը պիտի դուրս գա դեպի Հնդկական օվկիանոս։ Դրա մասին Պուտինը հայտարարեց անցյալ տարի օգոստոս 19-ին Բաքվում։ Դրա համար ներվում է Ադրբեջանն ամեն ինչ։ Ռուս պատրիարք Ալեքսին մայիսի 9-ից առաջ գնաց Բաքու, շքանշան տվեց Սուրբ Օլգայի շքանշան, բյուզանդական կայսրի ծագումով հայ շքանշան տվեց փոխ նախագահին Մեհրիբան Ալիևային, այն երկրի, որը քանդում է քրիստոնեական հուշարձաններն ու եկեղեցիները, գցնեցին, ամեն ինչ արեցին, որ մայիսի 9-ին Ալիևը գնա մասնակցի այդ շքերթին, Ալիևը չգնաց։
Ալիևը չգնաց, ասեց զբաղված եմ եւ գնաց ինչ որ մանր ցուցադրաբար ստորացրեց Ռուսաստանին, անգամ դրանից հետո ստորացվեց։ Ռուսաստանը հանգիստ է կուլատալի եւ տանում է։ Հայաստանը մի թեթև նման մի բան աներ, ամբողջ ռուսական ռոպագանդան հակահայաստանյան կդառնար, ինչպես հաճախ լինում է։ Ներվում է, որտեվ Ադրբեջանը ինքն իրանից գործոն է, Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է, որը եւս շատ կարեւոր գործոն է։ Տեսեք, Լավրովը հայտարարում է, որ Վատիկանը չի կարող երկու պրավասլավ ազգերի համար բանակցության տեղ լինի, որտեղ Վատիկանը առաջարկել էր, բայց իսլամական Թուրքիան ընդունելի է Ռուսաստանի համար։ Ուրեմն այն երկիրը, որը ամենաշատն է Ռուսաստանի դեմ կռվել տարիների ընթացքում Օսմանյան կայսրություն Թուրքիան ընդունելի է, բայց Վատիկանը ընդունել։ Սա ընդհանրապես հակաարևմտյան քաղաքականության դրսևորումներից մեկն է։ Ցավոք սրտի ռուսները չեն հասկանում, որ իրենց ապագա պատերազմը Թուրքիայի հետ անխուսափելի է։ Եվ այստեղ հարց տանք, թող ամեն ռուս իրան հարց տա։ Ապագա ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ինչքան ապագա չգիտենք, հիմա եղբայրական է, բայց կարա արագ փոխվի, ինչպես ասենք առաջի համաշխարհային իրար դեմ էին կռվում, հետո համաշխարհայինից հետո եղբայրացան, հետո էլի վատացավ եւ այլն։ Ադրբեջանական բանակը ապագա ռուս-թուրքական բանակի պատերազմի ժամանակ ում կողմից է կռվելու։ Միանշանակավոր Թուրքիայի։ Բումերանգի օրենքը գործելու է։ Չկա նման միտում, Ալիև ինքը բազմիցս հայտարարել է, որ մենք մի երկիր կա, որի հետ մենք եղբայրական հարաբերություններ ունենք, դա Թուրքիան է։ Մնացածի հետ բիզնես է։ Առնում ենք տալիս ենք անում եւ այլն։ Այս ամբողջը այդպես է։ Ռուս-թուրքական պատերազմ, կներեք, ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ մենք տեսնում ենք բազմաթիվ դեպքեր եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ամենցև աջակցում են Ուկրաինային։ Սնունդ են տալիս, վառելիք են տալիս, զենք են տալիս, նույն բայրակտարները եւ այլն։ Մի անգամ չենք լսի, որ ռուսական իշխանությունները դատապարտ են, օրինակ ասեն, այս ինչ եք անում եւ այլն բան։ Այս սա է ցավալին, այսինքն չկա արդար ճշգրիտ մոտեցում, ու երբ որ կարդում եք ադրբեջանական, չեմ ասում պաշտոնական, ժողովրդի տարբեր գրությունները սոցիալական ցանցերում եւ այլն, շատ ուժեղ հակառուսական տրամադրություն կա։ Եթե որևէ մեկին թվում է, որ ժողովուրդը շնորհակալ է Ռուսաստանին, որի շնորհիվ իրենք կարողացան գրավել Արցախը, չէ։ Իրենք ընդհակառակը այդ ատելությունը մի բան էլ շատացել է, որտեղ այլևս Ռուսաստանը իրանց պետք չի, որտեղ Ռուսաստանը իրանց պետք էր մի խնդրի համար, Արցախը գրավելու համար։ Հիմա գրավել են Արցախը։ Իրանց ինչա պետք Ռուսաստանը 1000 տարի։ Նավթ ունեն, Ռուսաստանն ինչ արտանում։ Նավթ, գազ, զենք։ Զենք հիմա չի արտահանում, որտեվ ինքը դրա կարիք ունի, դեռ ինքը գնում է։ Նավթն ու գազն է, նավթն ու գազը Ադրբեջանն էլ ունի ավելին։ Ադրբեջանը վերարտահանում է եւ փող է աշխատում դրա միջոցով։ Այնպես որ ցավալի է, բայց պիտի ընդունենք փաստը, որ ռուսական քաղաքականությունը այսօր հակահայաստանյան է, ելնելով իրենց տարբեր պատճառներ, այդ թվում առաջին հերթին տնտեսական արտահանման եւ այլն այդ առումով, հետեւաբար եւ այդպեսին լինելու առաջիկա տարիներին դեռևս, բայց տասնամյակների ընթացքում այդ ժամանակ պատերազմը անխուսափելի ալնելու, երբ որ թուրքական աշխարհի եւ Ռուսաստան, իսկ իրանք հոշոտելու են Ռուսաստանը, պարզ ասած, հոշոտելու եւ մասնատելու են։ Ռուսաստանի մասնատումը արևմուտքը շահագրգռված չի։ Եթե շահագրգռվածներ վաղուց կմասնատներ։ Ամենամեծ վտանգը արևմուտքի համար Չինաստանն է։ Ինքը չի ուզում Ռուսաստանը մասնատի, որ ամբողջ հեռավոր արևելքը անցնի Չինաստանին։ Ինքը ուզում է Ռուսաստանին այսպես ասած հարցակողական զենքեր, արդեն խոսեցինք ավիացիայի, արդեն մաշացնի, վերացնի եւ ինչ որ կառավարելի վիճակ ստեղծի, բայց պահպանի այդ ամբողջը որպես հումքային կցորդ։ Թուրքական աշխարհի շահը ուրիշ է եւ դրա մասին բացահայտ են խոսում։ Ի վերջո այդ թուրքական պետությունների միությունը, որ ստեղծել են եւ Բաքուն շատ ակտիվ է, անգամ հավակնում է դառնալ մայրաքաղաք, ասում է, ես մեջտեղում եմ գտնվում Միջին Ասիայի եւ Թուրքիա եկեք Բաքուն թուրքական աշխարհի մայրաքաղաքը, այդ ում դեմ է ուղղված։ Հա, դեմ ուղղված է, միշտ թուրքական այդ հասկանալի է, բայց մեծ առումով դա առաջին հերթին
Ռուսաստանի դեմ է ուղղված, որտեղ այդ թուրքական ժողովուրդները կամ սահմանակից են, կամ Ռուսաստանի Դաշնության ներսում են գտնվում։ Այս է իրողությունը, իսկ աշխարհագրությունը փոփոխման ենթակա չէ, ինչպես նաև պատմությունը։ Այդ երկուսն էլ հակառուսաստանյան են, այնպես որ սխալ քաղաքականության դառը պտուղները ապագայում խաղելու են։ Պարոն Պապյան, դուք հիշատակեցիք Բիլգեյում կայացած այդ համաժողովը, ես կուզենայի, որ մի փոքր ավելի ընդլայնված ինչ պատվիրակություն է, որ գնացել եք այդ համաժողովին մասնակցելու եւ կոնկրետ ինչ հարցեր քննարկվեցին եւ ինչ է տալիս նման, ասենք, մասնակցությունը մեզ։ Նայեք, նման մասնակցությունը, որտեղ 40 երկրից ավելի ներկայացված էին 60 տարբեր կուսակցությունների տեսքով, այդ թվում, ասենք, Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցությունը եւ նախորդ համաժողովին, որը Վաշինգտոնում էր անցյալ տարի դեկտեմբերին, Թրամփը արդեն որպես նախագահ մասնակցեց։ Հաջորդը եւս դնել է Վաշինգտոն, էլի է մասնակցելու։ Այնտեղ կոնսերվատիվ Բրիտանիա կոնսերվատիվ կուսակցությունն է, սոցիալ-դեմոկրատական միությունն է, Գերմանիա, այսինքն կառավարող դուք հնարավորություն եք ստանում ոչ թե մի երկրի ղեկավարության կամ լուրջ ընդդիմության հետ շփվելու, այլ այդ մի 2-3 օրվա ընթացքում մի քանի տասնյակ, եւ սա շատ կարեւոր է։ Մենք հանդիպեցինք, խոսեցինք, ներկայացրեցինք Հայաստանը, ներկայացրեցինք վիճակը Հայաստանի իրական կոնկրետ։ Հա, ազգային ժողովրդական բևեռը հրավիրված էր մասնակցելու։ Եվ ինչ կազմված բանը, պարոն Գարեգին Չուքազյանն էր, Տիկին Մարգարիտա Սադոյանը եւ ես։ Այսինքն մենք երկուսով որպես խորհրդի անդամներ, իսկ Մարգարիտա Սադոյանը որպես Եվրոպայում որոշակի, ասենք, գործառույթներ ունեցող է, որտեղ պիտի լիներ եւ նաեւ այնտեղ կա կանանց եւ երիտասարդական թևեր կա, նաեւ դրանց ենք մենք մասնակցել եւ այլն։ Սա ասենք կարեւոր էր, ինքը Բելգիայում Բրյուսելում կայացավ, մենք նաեւ Բելգիայի գործող վարչապետի հետ հանդիպեցինք, Վևեր, ազգան նոր անտրվել փետրվար ամսին, էլի այդ պահպանողական ուժերից է, շատ հետաքրքիր այդ ելույթը կարող եք մեր էջերում կարդալ, մենք թարգմանը դրել ենք, ընդհանրապես ավանդույթի պահպանման, քրիստոնեական արժեքների, ընտանեկան արժեք եւ այլն, եւ շատ կարեւոր էր, մենք համը որ մեզ հրավիրել էին դրան, իրենք ծանոթ էին մեր գործունեությանը եւ այլն, այնտեղ կան բավականին մեծ հզոր կուսակցություններ ներկայացված, օրինակ կրկնորից հանրապետականը կամ կոնսերվատիվ կուսակցությունը, Բորիս Ջոնսոնն, այսինքն նախկին վարչապետը մասնակցում եւ ասենք մի քանի նախկին վարչապետներ կան։ Բացի դրանից մենք հանդիպեցինք, առանձին հանդիպում ունեցանք Հունգարիայի Danube ինստիտուտ կոչվող հետազոտական լուրջ կենտրոնը նրա ղեկավար կազմի հետ, որտեղ իրենք մյուս սեպտեմբերին գալիք մի մեծ համաժողով, գիտաժողով են Հարավային Կովկասին նվիրացանում, ադրբեջանցիներն ու վրացիները շատ ակտիվ են այդտեղ, մենք չկանք։ Իսկ եթե մենք չկանք, դա նշանակում է նրանք գնում են իրենց ասածը ասում են, մարդկանց թվում է, որ եթե այդ ասածը կեղծիկ ու սուտ է, բոլորը գիտեն ու կեղծիկ ու սուտ է, ոչ, որովհետեւ բոլորն իմանան կեղծիկ ու սուտ է, մեկը պետք է կողքից ճշմարտությունը ցույց տա։ Այդ մարդկանց մեծ մասը, եթե մինչև իսկ կուսակցական ինչ-որ գործիչներ են, շատերը նախարարներ են եղել, վարչապետ, դա չի նշանակում, որ իրանք գիտեն այդ ամբողջը։ Մարդիկ կանգնում են, հայտարարում են, ասում են, դե մենք նորոգում ենք, չգիտեմ, հայկական հուշարձանները, մի երկու հատ էլ ինչ որ նկար բան են ցույց տալի, ասում են, հայնա նորոգում են։ Դրանք դի բացատրես չէ, որ այդպես չի, ինքը նախ չի նորոգում, ինքը խեղաթյուրում է, ինքը դա որպես ալբանական, աֆղանական արժեքաներ, իսկ երկու հատ խեղաթյուրումի դեմ ինքը 12 հատը քանդում է։ Եվ այսօր ես օրինակ նայում էի, ասենք հենց այսօրվա արդեն լուրերն է, Ադրբեջանը բացի փաստորեն հուշարձաններից նաև քանդում է, դրել հողն հավասարացնում, ասենք Ստեփանակերտի հրապարակի բոլոր այն շենքերը, որոնք ինչ որ ցեու խորհրդանշել են որոշակի հայկականություն, անգամ պետականության սաղմերություն, ազգային ժողովի շենքը եւ այլն։ Այդ ամբողջ հողին են հավասարեցրել։
մարդիկ չգիտեն դրա մասին։ Հա, կարճ ասած, ուզում ասեմ, դա շատ կարևոր էր։ Ղեկավարումը Սթիվեն Հարփերը, որը վարչապետն էր Կանադայի նախկին, որը ես այն ժամանակվանից ճանաչում եմ, մենք խոսեցինք բան հայոց ցեղասպանության ճանաչման հարցից, մի անգամ եւս շնորհակալություն հայտնենք, որտեղ ինքը որպես ընդդիմության ղեկավար, տեսեք, իրանց գիտակցությունը որն է, լիբերալները, իրենց ընդդիմադիր կուսակցությունները առաջադրել այդ հարցը։ Իրենք աջակցեցին միևնույն, չասեցին, որ նրանցն է, որտեղ ինչպես Հարփերն ասեց, դա պատմական ճշմարտություն էր, մենք ոնց կարայինք ուրանանք, թեև դրանով մենք ավելի այսպես վարկ էինք տալիս մեր հակառակորդներին, բայց մենք պատրաստ ենք դրան, որտեղ ճշմարտություն ուրանալ չէր կարելի։ Եվ ուզում եմ ասեմ, այդ բոլորը շատ կարևոր են, մենք կշարունակենք եւ կխորացնենք մեր հարաբերությունները այդ ժողովրդավարության միջազգային միության հետ եւ հուսանք, որ նաեւ այդպես հատկապես մենք ակնկալիքներ ունենք երեք երկրի պահպանողական ուժերից ոնց բան, դա բրիտանական կոնսերվատիվներն են, դա գերմանական քրիստոնյա դեմոկրատները եւ Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցությունը նախագահի գլխավորությամբ։ Պարոն Պապյան, շնորհակալ եմ այսօրվա բաց թափանցիկ զրույցի համար եւ պիտի ասեմ, որ ուրախ եմ, որ դուք ամեն անգամ մեզ մոտ գալով շատ հետաքրքիր թեմաներ եք այսպես արծացում եւ ամենակարևորը շատ կարևոր փակագծեր են բացվում, սա շատ կարևոր է, ես կարծում եմ։ Ջերի բարեկամներ, դուք էլ համոզվեցիք, որ իսկապես այսօրվա մեր հյուրը իսկ նա ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Քաղաքագետ Արա Պապյանն էր, ով միշտ հաջողով գալիս է մեր տաղավար եւ միշտ նրա հետ մենք ունենում ենք անկեղծ բաց զրույց։ Այսօր այսքանը, ցտեսություն։